Մենք զուգահեռաբար եւ խաղաղության խորհրդին եւ Գազայի հետ կապված համաձայնությունների Եգիպտոսում կայացած ամերիկյան ուրեմն բոլոր այս նախաձեռնություններին մասնակցել ենք, զուգահեռաբար շարունակել ենք ակտիվացնել եւ չափազանց ակտիվ պահել Եվրամիության հետ մեր հարաբերությունները եւ դա օրենքով ամրագրված պարտավորություն է, դրա մասին նաեւ նախորդին Արադ Միրզոյանը Ստրասբուրգում նշեց Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, իդեպ Արադ Միրզոյանը Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի առիթով այնտեղ էր եւ չսահմանափակվեց միայն Ստրասբուրգով, գնաց Բրյուսել, կարևոր հանդիպումներ ունեցավ, գիտեք նաեւ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ են այստեղ նախորդին նրանք հանդիպում էին անվտանգության խորհրդի քարտուղարին եւ քննարկում էին արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի կողմից խաղաղության այդ հիմնադրամի 20 միլիոն հատկացրած գումարի ուրեմն ծախսման ուղղությունները չափազանց կարևոր այլ հանդիպում կա այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպում էր քաղաքական հարցերով պատասխանատուներին Եվրամիության, այսինքն այս ուղղությամբ մենք շատ լավ առաջ ենք գնում, բայց կարծում եմ, որ անդամակցության համար չափազանց անբավարար են այս բոլոր հանդիպումները, ես կարծում եմ, որ անդամակցության առաջին քայլը կլիներ, որպեսզի Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գար եւ DCFTA-ի շուրջ անհապաղ սկսեր բանակցությունները։ Գիտեք, երբ որ մենք օրենքի համար ստորագրություն էինք հավաքում եւ մոտավորապես անցյալ տարի այս նույն ժամանակահատվածում օրենքի ընդունման շատ բուռն քննարկումներ էին, Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ուղղակի պարզ տեքստով ասաց, որ բնականաբար մեր հաջորդ քայլը այս օրենքի ընդունումից հետո պիտի լինի DCFTA-ի շուրջ համաձայնագրի բանակցությունները։ Դա ասոցիացիան համաձայնագիրն է։ Հայաստանը մի բան, որ 2013 թվականին հիշում եք մի խայտառակ գիշերվա բանից հետո, որոշումից հետո Հայաստանը հրաժարվեց ասոցիացիան հեռանկարից։ Եվ տնտեսական այն հեռանկարները, որոնք Հայաստանի առաջ կբացվեն, համեմատելի չեն նույնիսկ ԵԱՏՄ անդամակցության հետ։ Մենք պիտի այդ թելը կտրենք, մենք պիտի հապկից դուրս գանք, ամրապնդենք ավելի ու ավելի մեր համագործակցությունը այն երկրների եւ այն կազմակերպությունների հետ, որտեղ Հայաստանը իրեն ավելի ապահով եւ անվտանգ է զգում եւ որոնք ճանաչում են Հայաստանի եւ ինքնիշխանությունը եւ անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ որպես ժողովրդավար երկիր հարատևելու ուրեմն իրավունքը Հնդկաստանի ռազմական ուժերի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի պետն է Հայաստանում Սա եւս եվրոպական ուղղության համար չափազանց կարևոր ուրեմն քայլ է։ Գիտեք, Եվրամիությունը եւ Հնդկաստանը անցյալ շաբաթ 20 տարվա բանակցություններից հետո դարի համաձայնագիր են ստորագրել։ Հասկանում ենք, չէ՞, որ Հնդկաստանը եւ Եվրամիությունը օթով չեն հաղորդակցվելու։ Ցամաքով հաղորդակցման վստահելի հանգույցներ են փնտրում եւ Հայաստանը եւ Եվրամիության համար, եւ Հնդկաստանի համար այդ կարևոր հանգույցներից մեկն է։ Դուք պատկերացնում եք ինչա նշանակում Հնդկաստանի առևտուր Եվրամիության հետ։ Ծավալներ, աշխարհի ամենա մարդաշատ դեմոկրատիան, որը ցանկալի երկիր է շատ ու շատ գերհզոր միավորների երկրների համար եւ մենք պիտի կարողանանք այս պատուհանը մաքսիմալ օգտագործել ու կարծում եմ որ խաղաղության ամրապնդման ուղղությամբ ահռելի աշխատանք կանելու եւ այդտեղ ներքաղաքական զարգացումները ունեն չափազանց կարեւոր նշանակություն, որտեղ առանց ներքին համախոհության այս հարցերի, առանց ներքին կոնսոլիդացիայի քաղաքական, հասարակական սեգմենտների, խաղաղության որպես անելիք, խաղաղության որպես հիմնական գործառույթ յուրաքանչյուրի ոնց ամրապնդել այս խաղաղությունը, որտեղ խաղաղությունը այդպես երկնքից իջած մանանաչ պիտի ընդունենք որպես, այլ ձեռները քշտելու եւ օրնիբուն աշխատելու ժամանակահատված պիտի, պատուհան պիտի սա մեզ համար դառնա եւ մենք որպես քաղաքական դերակատարներ ուղղակի մեր միջազգային գործընկերներին, ամերիկացի, եվրոպացի, արաբական աշխարհում պիտի բոլորը տեսնեն, որ այս օրակարգի նշանակությունը հայ ժողովուրդը եւ Հայաստանում, եւ Հայաստանից դուրս խորությամբ ընկալել եւ արժեվորել է։
Անկախ նրանից, թե ինչ քաղաքական Ես հակառակը կարծում եմ, որ այ քաղաքական ուժերը, որոնք չեն ընդունում այս կարևոր ձեռքբերումը եւ տարատեսակ այսպես մանիպուլյացիաներով փորձում են աղճատել ընդհանրապես այս օրակարգը, խաղաղության օրակարգը, որպեսզի արժեզրկեն դրա նշանակությունը, նրան էպիթետներ տալով, որ սա անարժանապատվության, չգիտեմ, անարդարության խաղաղություն է։ Դրանք բոլորը թաքնված պատերազմի քարոզչություն են։ Պատերազմի քարոզչությունը պիտի օրենքով արգելվի Հայաստանում։ Եվ քաղաքական այն ուժերը, որոնք օգոստոսի 8-ի համաձայնության դեմ են, ընդհանրապես պիտի դուրս շպրտվեն քաղաքական համակարգից։ Համենայն դեպս Ալիևի մոտ խաղաղություն քարոզողներն են նստած, գիտեք դրա մասին, նա արգելափակում է եւ բանտարկում են մարդկանց, ով խաղաղություն են ասում։ Լավ, դա այլ հարց է։ Բայց դա իրանց ներքին գործերն են, ես չեմ ուզում դրա մեջ մտնել։ Ես գիտեմ, որ օգոստոսի 8-ից հետո նոր ձերբակալություններ գոնե չեն եղել։ Այդ օրակարգով գոնե նրանք ովքեր փորձում են ազատել հենց նրանց, ովքեր որ խաղաղության մասին կարծեմ իրենք են դիմում նաև Ալիևին, որ դուք խաղաղություն եք հաստատում մի երկրի հետ, որի համար մենք շատ ուրախ ենք եւ մեր բանտում գտնվելը մեծ հաշվով։ Կան տենց կազուտներ իհարկե կան։ Կարծում եմ, որ քաղաքական կուրսը արդեն գնալով ավելի ու ավելի կարևոր է դառնում եւ միայն անհատների դերը եւ անհատների նշանակությունը գնալով ավելի ու ավելի պակասում է եւ դա լավ է, հատկապես պարլամենտական մեր կառավարման այս պայմաններում կուսակցություններին առաջ տանելու ավելի լավ հնարավորություն դժվար է պատկերացնել։ Ես կարծում եմ, որ նաև ռուսական քաղաքականության մարտավարության մաս է փոշիացնել հնարավորինս պոտենցիալ են կոնսոլիդացվող ձայները, որոնք որ իրենց ազդեցությունից դուրս են։ Եվ այս ուղղությամբ իհարկե մեր որոշումները եւս դրանք պայմանավորող հանգամանք են լինելու։ Մենք իհարկե որոշում ունենք, որ մասնակցելու ենք ընտրություններին եւ հիմա ընդլայնված ցուցակի վրա ենք աշխատում, որպեսզի հնարավորինս ներկայանալի լինենք եւ տարբեր ասպարեզներ կարողանանք ներկայացնել մեր պատկերացումները մեր ժողովրդի հետ հաղորդակցության համար։ Բայց մենք գիտենք ով է մեր ընտրողը, մենք գիտենք մեր ընտրողը ինչ է փնտրում, մենք գիտենք, որ մեր ընտրողը մեծ հաշվով մերժում է նախկիններին, համերաշխ չի եւ խռոված է ներկաներից, մենք տեսնում ենք մեզ համար իրական հնարավորություն ուրեմն թիրախավորելու եւ մեր իրական ընտրողին գտնելու։ Մեր ընտրողը ըստ սոցիոլոգիական հարցումների, IRI-ի վերջին ամերիկյան հարցումների 61% բոլոր քաղաքական ուժերին եւ գործիչներին ու կուսակցություններին մերժող դուրը փակած ընտրության չգնացող Հայաստանի քաղաքացին է 61%, սա չափազանց վտանգավոր թիվ է եւ կարծում եմ, որ մեր գլխավոր պարտականությունն է այս պահին այդ հատվածին դուրս բերել տներից, տանել ընտրությունների, որովհետեւ նաեւ համոզված եմ, որ ընտրությունների ելքը հենց իրենք են որոշելու ով որ քաղաքական ուժին որ հաջողվեց այդ մարդկանց տնից դուրս տանել այդ օրը քվեարկության մեծ հաշվով նա է ֆավորիտների ցուցակում հայտնվելու